Մանուել, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ համաձայնեցիք այս զրույցին։ Այսօր սեպտեմբերի 27-ն է, 5 տարի առաջ սկսվեց դաժան պատերազմը։ Խնդրեմ։ Այո, 5 տարի առաջ սկսվեց դաժան պատերազմը, սկսվեց Դավադիր պատերազմը։ Իրականում ես ոչ թե այսօր 5 տարի հետո որպես այդ պատերազմի մասնակից դա կանվանեմ պատերազմ, այլ կանվանեմ դավադրություն։ Եվ բոլոր փաստերը այս 5 տարվա ընթացքում ցույց տվեցին, որ դա դավադրություն էր, դրա վառ ապացույցը Նիկոլ Փաշինյանի ջերմ հանդիպումներն են Ալիևի հետ, Էրդողանի հետ։ Նիկոլ Փաշինյանի կոֆեի, սուրճի հյուրասիրությունն է Ալիևին, այս ամեն ինչը փաստեր են, որոնց հիման վրա կարող ենք արդեն իսկ հաստատ ասել, որ Փաշինյանը ծրագրել է Արցախյան 44-օրյա պատերազմը, սպանելով այդքան տղերքին ինքը քաղաքական ծրագիր է կյանքի կոչել, հանձնելով Արցախը արյան միջոցով նա փորձում է թուրքահպատակությունը կյանքի կոչել, այսինքն թուրքերի հետ բարեկամանալու իրենց մեծ ծրագիրը եւ հետեւաբար մեր հայրենակիցները, մեր ազգը, կարծում եմ, այս 5 տարիների ընթացքում բավականաչափ հիմքեր եւ փաստեր ունեն իրենց ձեռքի տակ հասկանալու, թե ինչպես է ծրագրվել 44-օրյա Դավադիր պատերազմը։ Իրականում, եթե ավելի անկեղծ, դեռ 2020 թվականին որպես կառավարիչներ ինձ համար նրանք պարզ էին, որ կառավարիչ չեն, որ ի վիճակի չեն կառավարելու, բայց այն, որ ես կարող էի մտածել 2020-ին, որ սրանք այսքան նենգ են, այսքան ստոր են, այսքան դավաճան են, որ կարող են մեզ վաճառել հողի մեջ, որ կարող են անմեղ զինվորի արյունը վաճառել, ես անկեղծ դա չեմ պատկերացրել 2020 թվականին, մտածելով, որ այո, միգուցե լավ կառավարիչ չեն, միգուցե ի վիճակի չեն, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ հայ են, որ զինվորին սրտացավ են, հատկապես հիշում եք սրանց են ելույթները ռետորական, զինվորին ցավալու, զինվորին սիրելու, այս ամեն ինչով ավելի ու ավելին խաբել, դե մարդ ես, հավատում ես, եթե դու անկեղծ ես, ազնիվ ես, մտածում ես, որ եթե իրենք խոսում են, իրենք էլ միգուցե անկեղծ ու ազնիվ են, բայց ժամանակները, գործերը ցույց տվեցին, որ ոչ, իրենք նենք, կեղտոտ դավաճաններ են, ովքեր պատրաստ էին մեզ սպանելու։ Իմ կողքին ես կորցրել եմ 3 ընկեր, Մուշը, Վանը, Արտակը, ով այստեղից էր եկել ինձ հետ։ Առաջնագծում արյուն թափած տղերք, որոնց այսօր մեզ ասում են եկեք մոռանանք Արցախը, Արցախի անուն մի տվեք, Արցախը էլ մերը չի, Արցախ ասելով նոր պատերազմ եք բերելու, ստրուկ են դարել Ալիևի դեմ եւ հանձնելով հողը, սպանելով տղերքին ոչնչի չեն հասել։ Երբ որ ինչ-որ ղեկավարներ իրենց զինվորին սպանում են, նրանք գոնե հող են գրավում, գոնե դրանով արտարացում են գտնում, ասում են, որ այո, չես կարող առանց զինվոր սպանելու դու հողդ պաշտպանես կամ գրավես։ Իրենք եւ զինվորին սպանեցին, եւ հողերը հանձնեցին։ Եվ հիմա է գոռում են խաղաղություն, բայց ի՞նչ խաղաղություն։ Ալիևի պահանջով փոխում են սահմանադրություն։ Սա ի՞նչ է, եթե ոչ մարդկանց ապուշի հիմարի տեղ տնել։ Եվ այսօր էլ գրում է կեցեն մեր զոհերը։ Ինչ է որ դու աթոռին վերընկած ես դրա համար։ Ինչ ես արել այդքան տղերքի սպանելով, մատաղ անելով, դու ինչ օգուտ ես բերել հայրենիքին, ոչ մի։ Ավելի ստրկացում ես գնացել, ավելի կզել ես, ավելի շատ Ալիևի պահանջներն ես կատարում։ Եվ այդ տղերքը այո կյանք տվեցին, այդ տղերքի գործին տեր լինող չեղավ։ 44 օր, այսօր հազարավոր տղերք են զոհվելու, 5 տարի առաջ այսօր։ Վաղը նորից հազարներ են զոհվելու, ամեն օր հարյուրավոր, հազարավոր տղերք են զոհվել, 44 օր շարունակ։ Եվ դուք ինչ եք արել։ Դուք վժվժացել եք այս էկրանների առաջ, կապիկություն եք արել, բեմադրել եք հաղթում ենք, հաղթում ենք, կեղծ թեզերով ժողովրդին խաբել եք, վերջում էլ կանգնել ասել եք պարտվեցինք։ Պարտվեցիք ամբողջ ԿՓ-ն պետքա զոհվեր, նոր պարտվեք, որ ասենք հա մեր ուժերը չհերիքից։ ԿՓ-ից մի падգամավոր ու մի նախարար եթե ողջ չմնար, բոլորը զոհվեին կռվի դաշտում։ Այդ ժամանակ կասենք, որ մենք այո, պարտվեցինք։ Բայց դուք սպանեցիք որոշ տղերքի
Որից հետո կանգնակ ասեցիք պարտվեցինք։ Ձեր երեխեքով, ձեր բարեկամներով գնայք զոհվեիք, որ չհաղթեինք, այդ ժամանակ կասեի, այո, իրոք ուժեղ էին, չհաղթեցինք։ Մեզ խաբեցիք, հանձնեցիք հողի մեջ, դուք լափեցիք այստեղ, կապիկություն արեցիք, ասիք թե ուժ չունեինք, ոնց կռվեինք։ Բա ԿՊ-ից քանի հոգի վիրավորվավ, որ մենք չկարողացանք հաղթել։ Քանի հոգի զոհվավ։ Հետևաբար դուք դավադրություն ծրագրեցիք, հանձնեցիք մեզ, խփեցիք թիկունքից, նենք ստոր արարածների պես, այն զինվորը, որ օրեր շարունակ սոված խրամատ էր պահել, նույն իմպոստի զինվորը, դուք այդ տղուն այնքան սպասում էիք, որ այդ տղեն զոհվի, սպանվի, որ ադրբեջանցին գրավի, որ դուք շուտ ազատվեք այդ Արցախից։ Հետագա ձեր գործողությունները դա ապացուցեց եւ հաստատեց, թե դուք ինչ ծրագիր եք ունեցել 44 օրյայի ժամանակ։ Դուք նենք ծրագիր եք ունեցել մեր հանդեպ։ Դուք ուզեցել եք մեր նմաններին սպանեք, սպանել եք շատ-շատերին, կարողացել եք, հաջողվել է ձեր նենք, թարախ, կծիկ հալով դուք հասել եք այդ ծրագրերին։ Եվ այսօր այն ցինիկները, այն կապիկները, որ իբր իրենց դրել են չհասկացողի տեղ, ինչ որ կապիկություն են անում, մենք քաղաքականությամբ չեն զբաղվում եւ այդ քաղաքականություն չի։ Ձեր ընկերներին դուք եթե զինվորին սրտացավ եք, դուք այսօր տեսնում եք նա Ալիևի հետ ինչ հարաբերությունների մեջ է։ Հասկանում եք, դուք ինքնասիրություն չունեք, եթե դրանից հետո Նիկոլի անուն եք տալիս։ Դուք ինչ ինքնասիրություն ունեցող, եւ որ ձեր ընկերոջը լավ, եթե դուք ուղիղ չեք ընդունում, որ Փաշինյանն է սպանել, գոնե ընդունում եք, չէ՞ որ Ալիևն է սպանել։ Բա Ալիևը, որը սպանել է ձեր ընկերներին ու ձեր հրամանատարներին, այսօր դրա հետ աղբերանալը ո՞րն է։ Դուք աղբերանում եք ինչ, ասում եք աղբերանանք, որ մենք ապրենք, թքեմ ձեր ապրածի վրա։ Եթե դուք կարող եք ձեր ընկերոջ արունը կուլտակ ծախեք, որ դուք ապրեք, դուք ապրում եք, ում եք պետք, ձեր ապրելը ում է պետք, կարաք ինձ բացատրեք։ Ինչի համար եք դուք ապրում, լափեք մանգակ։ Եթե ձեր ընկերները գնացել են կյանք են տվել ձեր համար, ձեր հողի, ձեր սրբության համար, դուք այսօր կանգնել եք ասում եք, դե հո մենք էլ բան չենք անի, մենք էլ զոհվենք։ Բա ինչ պետք է անենք։ Բա ինչ պետք է անեք։ Այդքան տղա, որ զոհվում էին 91 թվականից, զոհվել էին, որ դուք այսօր գնաք Թուրքի լծի տակ մտնեք ստրուկի պես ապրեք։ Այդ ապրելը ում է պետք, ես թքեմ այտենց հայի ապրածի վրա։ Ով ուզում է լինի պատասխանն էլ տալիս եմ։ Ով Թուրքի լծի տակ պատրաստ է ապրելու, դա հայ չէ, դա թուրքի ծնունդ է իմ համար։ Եթե դուք այսքան տղերքի զոհաբերել եք 91 թվականից, ու այսօր այդ տղերքի այրունից հետ եք կանգնում վախկոտ շակալների պես, այդ տղերքը չէին ուզում ապրեին, այդ տղերքը չէին ուզում այսօր ման գան Երևանի փողոցներում, նստեին սրճարաններում, ամուսնանան, երեխաներ ունենան, երջանիկ ապրեն, այդ տղերքը չէին ուզում, չէ՞, մենակ Նիկոլն ու ՔՊ-ն են ուզում, այդ խնջույքները, այդ համերգները, այդ զվարճանքները։ Բա դուք էլ պետք է կռվեք։ Բա ասում եք ՔՊ-ն ու Նիկոլը ասում են, տղերքը զոհան, որ մենք ապրենք։ Ես էլ ասում եմ ՔՊ-ն պետք է զոհվի ծերից ծեր, հանուն հայ ժողովրդի։ Բոլորը պետք է զոհվեն, որտեվ իրանք հայրենասերներ են, չէ՞։ Իրանք պետք է բոլորը զոհվեն, որ հայ ազգը ապրի։ Այդ տղերքի օրինակին հետևելով, որպես ղեկավարներ, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորը պետք է զոհվեն, բոլորը, որ հայ ապրի, բայկելա։ Աղաք 5 տարի է ուտում խմում ման է գալիս, չէ՞ տղերքն են զոհվել, այդ գինը տղերքն են վճարել, որ դուք այդ 5 տարին ուտում խմում ման է գալիս, ապրում եք։ Հիմա պետք է ՔՊ-ն ու ՔՊ-ականները զոհվեն հանուն հայ ազգի։ Բոլորը պետք է զոհվեն։ Էսա ճշմարտությունը։ Էսա դուք եք իշխանության, դուք եք այդ փողերը լափում, դուք եք այդ ամեն ինչ անում։ Ձեր հերթն է զոհվելու, պետք է դուք զոհվեք, որ մենք ապրենք, համեր գնամ ես իմ ընկերների հետ, զվարճանքներ, խրախճան, ՔՊ-ն որ զոհվի, ես մեծ սիրով համերգներ կկազմակերպեմ, ազգին կոչ կանեմ, որ ՔՊ-ն ծերից ծեր զոհվելա, որ մենք ապրենք ժողովուրդ ջան, երջանիկ ապրենք, ուտենք, խմենք, ման գանք։ Բա ինչի՞ չեք զոհվում։ Այդպես շուստրի եք, էլի։ Ուրիշների անմեղ երեխեքին տանում սպանում եք, ձեր բիջհալով։ Մտածում եք դուք այտենց շուստրի եք, էլի։ Բա մի հատ ՔՊ-ից էլ թող մեկի երեխեն զոհվեր, մի նախարարի, մի պաշտոնյայի, թող վարչապետի տղեն էլ մի հատ զոհվեր։ Բա ինչի՞ չզոհվավ։ Բա զոհվեիք։ Ուրիշների երեխեքին զոհեցիք, դուք էլ զոհվեիք, այ որ զոհվեիք, ձեր զոհվելուց հետո պարտվեինք, կասեի, իրոք էլի մարդիկ կռվեցին միջև վերջ, Նիկոլը միջև վերջ կռվավ, զոհվեց, բայց չհանձնվավ։ Բա ում եք էշի տեղ դրե։
Ոչ գնացել են Եռաբլուր տաքսով մի ծաղկեպսակ են ուղարկել, խնդրեմ։ Դե իրանց Փաշինյանն է նաև նպատակը լուսանկար էր հրապարակել ընդամենը, ծնկած լուսանկար, փառք նահատակներին կեցե Հայաստանի Հանրապետությունը։ իհարկե իրանցը լեզվի մակարդակում է, իրանց շոու կազմակերպել է, իրանցը կապիկություն բեմադրել է, իրանցը ժողովրդի մոտ իմիտացիա ցույց տալ, թե իրանք իբր սրտացավ են, բայց իրանք ուզում են մոռացության տան մեր ընկերների հայրունը, իրանց ամբողջ ծրագիրը դա է, որտեվ իրանց պատճառով այդ պատերազմը տեղի ունեցել։ Իրանք ուզում են այդ իրադարձությունները մոռացության տան ժամանակի հետ, բայց չեն հասկանում, որ չեն կարողանալու, ոնց ստիպես իր երեխուն մոռանա։ Հասկանում ես իրանք ինչ են ծրագրում, որ մոր ուղիղ ջնջեն երեխու հիշատակը, այնց անեն, որ այդ մերը, այդ հերը մոռանան իրանց երեխու հիշատակը։ Սրանք չեն հասկանում։ Տուպոյ Նիկոլին մեկը չի բացատրում, արա Աշոտիկին, որ մեկը սպանի, քեզ էլ գանք, ասենք մոռացի, ընկեր ջան, ինչ եղել է Նիկոլ, մոռացի, թող անցնի գնա։ 4 երեխուց, որ մեկը սպանի, կմոռանաս կանցնի կգնա։ Բայց դու իմը խես մարդկանց ծնողներին պարտադրում մոռանան իրանց երեխեքին։ Մոռանան իրանց երեխեքի հիշատակը, մոռանան իրանց երեխեքի արյունը, մոռանան թե իրանց երեխեքը հանուն, ինչ էին կանգնած Արցախում։ Քիք մարդկանց ստիպում, որ մարդիկ ուրանան իրենց երեխեքի արյան պայած հողը, այն անասունի վաստակները, որ ասում են այդ Արցախը մեզ պետք չէր, այդ վիժվածքի ծնունդները, դրանք ասում են Մոնթեն մեզ պետք չէր, Կարոն մեզ պետք չէր, Պետոն մեզ պետք չէր, դրանք ասում են եկեք ուրանանք այդ բոլոր տղերքի արյունը, տեսներ երեսին ուղիղ պտի թքես, ասես արա Արցախը, այդ մենակ Արցախում ապրողինը չի, ոչխար, Արցախը դա Արցախյան բոլոր ժամանակների կրված տղերքի սխրանքն է։ Այդ անասուն անգրագետներին ոնց բացատրես, այդ դասալիկ տեսակին ոնց բացատրես, որ Արցախը դա խորհրդանիշ է, Արցախը դա Մոնթեյ է, ոնց բացա, Մոնթեյի սիրում են, հարգում են, նկար են գցում, դու ոնց կարաս Մոնթեյ կամ Վազգեն սիրող լինես, եթե դու Արցախից հրաժարվում ես, նույն Նիկոլի, Վազգեն Սարգսյանի աղբերը, այն կողքի խրտվիլակները, Վազգենի քարոզն անում, այ ոչինչներ, դուք Վազգենի գործը դրել եք, ուրանում եք արա, մի ուրիշ տեղով կանգնացնում եք Վազգեն, սպառապետ, Վազգենը սպառապետ է դարե, ինչով, Արարատում որպես տղա լինելով, թե Արցախում կռվելով, Արցախ ազատագրելով։ Բա դուք այսօր Արցախը Նիկոլի թեզն եք ճանապարհում, ասում եք Ադրբեջանինն է։ Նիկոլը բառացի եկել Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Վազգենի գործ ուրանում է, Մոնթեյի գործ ուրանում է, դուք կանգնել եք ինչ կապիկություն եք անում, այդ ում եք էս շի տեղ դնում։ Դուք Վազգեն հարգող եք, դուք Մոնթեյ հարգող եք, դուք կռված տղա հարգող եք, կամ գնում եք Եռաբլուր։ Ոնց կարա Նիկոլականը գնա Եռաբլուր ու ասի ես զոհվածի հարգող եմ։ Դու ոնց կարաս հարգես, երբ որ այդ զոհված տղեն, այդ գիտակցաբար գնացել է այդ հողի համար կռվել զոհվել է, դուք ու ղեկավարությունը այսօր այդ հող ասում եք ադրբեջանցիներին ա եղել, օկուպացրել եք այդ տարածքները։ Այդ ով է օկուպացրել, հազարավոր կամավորներ, մարդիկ գնացել են, մարդիկ իրանց զենքը վերցրել գնացել կռվել են այդ հողի համար, որտեվ իրանցն է եղել։ Իրանք չեն ասել, դա Արցախցուն է, թող ելնի Արցախցին կռվի։ Դա Երևանցունն է, դա Արմավիրցունն է, Թալինցունն է, Գեղարքունիքցունն է, բոլոր հայերինն է։ Այսօր Սյունիքի սահմանը մենակ Սյունիքցունն է։ Խի ով որ այդ կենտրոններն ապրում, դրանց չի վերաբերվում այդ սահմանները։ Խի որ Նիկոլ դու Երևանի կենտրոնը դաշի մեջ ես ապրում, այդ սահմանները քեզ չի վերաբերվում, որ դու ու քո թուլեկը պետք է գնաք սահման կանգնեք։ Այս մտածելակերպով է, որ այս տարածքները օրորի փոքրանում է։ Այս մտածելակերպն է դրա պատճառը։ Որ այսօր մարդն ասում է թող գան հասնեն իմ շենքի հայատ, նոր կհելնեմ կկռվեմ։ Որ հասան քո շենքի հայատ, դու շենքից կարող է չհելնես էլ, ոչխար։ Այդ եք դուք մտածում։ Իհարկե ես ինչ որտեղ այս 44 օրյայից հետո որոշ մարդկանց հասկանում եմ, որտեղ խաբեցին մարդկանց, որտեղ Նիկոլի նման դավաճան ղեկավարը տարավ, ծախեց հողի մեջ,
Մարդը ասում է ընկեր գնամ ծախվեմ էլի խփեն մեջքից, բայց մարդուն ես ինչ պատասխան տամ։ Մեկը ինձ տարան ծախին հողի մեջ, Դիշովկա Նիկոլն իր թիմով ծախեց, ես ինչ պատասխան տամ։ Բայց դրա համար ասում եմ, այս ոչխար դավաճանը պետք է գնա, որ մարդը կարանա հանգիստ սրտով գնա իր հողը պաշտպանի։ Ես չեմ վստահում այս սրան։ Ես չեմ վստահում, որովհետև մի անգամ իմ գլխին եկել է։ Ես 2020 թվականին առանց մտածելու, որ սրանք այսքան ստոր են, իմ հողի համար կանգնել եմ իմ զինվորի կողքին, բայց այս սրիկաները այսօր ինչ են անում։ Իրանք թող գան կայնին։ Թող գան ինձանից առաջ կանգնեն, ես իրանց հետևից կանգնեմ, պայեմ իմ հողը, բայց իրանք իմ հետևը մնացին ինձ դավաճանելու են։ Նիկոլին ես չեմ վստահում, իրավունք ունեմ, փաստեր ունեմ, մի պատերազմ գլխիս եկել է։ Տեսել եմ, դրանից հետո ոչխար չեմ, անասուն չեմ, որ Նիկոլ վստահեմ։ Իսկ նրանք ովքեր, որոնց համար այդ պատերազմը մի հատ կինո էր, ասես նստան Facebook-ների առաջ, լայք դրեցին, կոմենտ գրեցին, լայք հավաքեցին, շոու արեցին, անցավ գնաց, ի տարբերություն իրենց, ինձ համար, մեր նմանների համար այդպես չի եղել։ Մենք 5 տարի մղկտացել ենք, ցավերի ու տառապանքների մեջ ապրել ենք, եւ հոգեբանորեն, եւ ֆիզիկապես, ու հազարավոր տղեր, ոչ թե մենակ ես, այդ ապրել են, որոշ մարդիկ կողքից նայել են, վայ խոնարհվում ենք, վայ շնորհակալ ենք, վայ, всё, անցեք իրանք հաճույքներով, իրանք գործերով, բայց որ հազարավոր տղերքի թոշակ կտրեցին, հազարավոր սիրող հայերի չտեսա, հրապարակներում ու փողոցներում ցույց անելուց, որ ընկեր ջան, դուք այդ ով վիրավորի փողն եք կտրում, այդ որ վիրավոր տղու թոշակն եք կտրում, այ վիժվածքն է։ Բայց ցավում եք լեզվի մակարդակով, այդ ցավալը քանի կոպեկ է արժեք ունի։ Քանի խեղված տղա է այսօր, անկողնում գանված տառապում, 20,000-ից ավելի կես մարդ սարքե բերել լցրել է, ով է տեղյա։ Հələ գնացեք վերականգնողականները նայեք։ Մի մատ, մի ձերք, նորից վերականգնելու համար մարդը ինչ զրկանքների միջով է անցնում, ինչ տառապանքների միջով է անցնում, ձեզ ինչ կա, կինո էր, նայեցիք, տապտվեցիք, անցավ գնաց, բայց չեք զգացել, քպնել է այսօր, ասում է, եկեք անցնենք առաջ, քեզ ինչ կա, ձերքերդ վրեդ, ոտքերդ վրեդ, լափդ ստանում ես ամսեկան, բա դու կանցնես առաջ, բա այն մերը, որ իր երեխու հիշատակը ամեն օր գերեզմանին չոքած մազերն է պրճկում, ոնց անցնի առաջ, ոչխար, ոնց անցնի, անցնում եք դուք, որտեղ դուք չունեք կորուստ, չունեք ցավ, չունեք աստված, չունեք խիղճ, չունեք սրբություն, հանգիստ կանցնեք, ձերը էդ է, ձեր տեսակը էդ է, բայց գոնե մեզ մի պարտադրեք, հերիք չի այսքան դաժանություն արել եք, մեր հանդեպ նենգություն, թարախություն, մատե պարտադրում ասում եք չէ, արեք դուք էլ ուրացեք, ձեր կողքը զոհված ընկերների արյունը, արեք մոռացեք, անցեք առաջ, գնանք Թուրքիի հետ աղբերանանք, գնանք, փող կգա, ես կգա, ձեր խելք ու միտքը փողն է, դուք փողով ապրող կենդանիներ եք արա, ու դուք ուզում եք համեմատվեք մեր հետ, դուք ուզում եք համեմատվեք այն տեսակի հետ, որը հասկանալով, որ կարա զոհվի գնացել հասել առաջնագից ու զոհվել, այ առնետն է։ Չէ, ձերը մենակ այս էկրանների առաջ լերցվների տալն է, բայց գալու է օրը, որ այս էկրանների առաջից հատ դուրս է գալու։ Գալու եք իրական կյանք, գալու եք մարտի դաշտ, գալու եք պոստ, խրամատ, այդտեղ տենալու ենք, որը տիշկան տղա եք, ոչ թե այս Facebook-ների մեջ։ Ոչ թե այս հարցազրույցների մեջ, իրական կյանքում ամեն մեկի տղա լինելը տենալու է ազգը, այդ ով հանրային դաշտում խոսում է լեցվին է տալիս, այ դրանց պետք է մցնես իրական պատերազմի դաշտ, կրվի դաշտ ու նկարես, տենասել է ով է, ու ասես արա հալա քո խոսածածը նայի, քո արածը նայի, ու կգնաս վաղը մի հատ կխոսաս, էդի պայեց, որ ժողովրդին ցույց տաս, Չկան դասալիկ լակոտ կա այսօր դարել է ազգին կոչ ուղող, ազգին հորդորանող, ազգին
քաղաքական խոսք կա, դուք ով եք, արա, ով եք, իսկան լավ տղա եք, ճանաչում ես, չկան ախպեր, այդ տղերքին ձեն տվող չկա, խոս տվող չկա, տեղ տվող չկա, չկա, որովհետև այդ տղերքը իրանց պետք չեն, իրանց քաղաքական առնետներ են պետք, բայց բերելու ենք այդ տղերքին։ Ես իմ առաքինությունը նաև դա եմ, պետք է գան այդպես տղերք առաջի պլան։ Պետք է գան այդ տղերքը, որ ոչ թե մենակ խոսացող են, այլ պետք եղած պային խոսքը թողնող, գործի անցնող են։ Խոսքը խոսք, ոնց որ ասում են, գործն էլ գործ, բայց այսօր այտենց չի։ Նիկոլն ու իր տեսակը մենակ խոսացող են, մենակ։ Ոչ մի գործ անող չեն։ Որևիցե գործ իրանք չեն անի։ Ու մեր ազգին ես նաև ուզում եմ ասեմ, ես հիշում եմ բոլոր այդ տղերքին։ Իրանք էլ իշքան փորձեն ջնջել, մեզ մոռացության տալ, ես հիշում եմ բոլորին, ում ճանաչում եմ, ում չեմ ճանաչում, ով ինչ օրերա քաշե այդ պատերազմի դաշտին, վիրավոր ընկելա ժամերով առնակամ լինելով, մեռնելու ընթացքում ինչերա մտածե, ինչ ցավերա քաշե, դա իրանց համար հետաքրքիր չի այսօր, բայց ինձ հետաքրքիր է։ Ինչ գնով է պայե, ոնց է օրերով սոված մնացե, ոնց նահանջ չի արել, ոնց է վիրավոր կիլոմետրերով սողեսող նահանջ արել, ոնց է առանց հաց, առանց ջուր ապրե, ոնց է փոշու, կեղտի մեջ ապրե, ինչ օրերա քաշե։ Բոլորին հիշում եմ, ճանաչում եմ, թե չեմ ճանաչում։ Բոլորի առաջ խոնարհվում եմ, բոլորի արած սխրանքները գնահատում եմ եւ կոչ եմ անում մեր հայ ազգին։ Էս պետքա ցասում դառնա։ Էս ոչ թե պետքա մեզ սրանով շանտաժանեն, ստիպեն, վախեցնեն, որ եկեք, էլի կռիվ կլինի, то թող լինի։ Եթե դուք այսօր այդ կռիվը սարքիք մեզ դիտավորյալ տարակ պարտության վիժվածքներ, որ մենք այսօր կզենք Թուրքիա առաջ վախենալով, ես էլ ասում եմ, եթե պետք է մեր ազգը Թուրքիա առաջ կզելով ապրի, Ալիևի հրամանը կատարելով, Ալիևի հրամանով սահմանադրություն փոխի, Ալիևի հրամանով այս երկրում ինչ-որ քայլեր անի, այս ազգը ապրում է ինչ անի։ Ես այտենց ազգ չեմ ուզում ունենամ, որ Թուրքի հրամանով ապրի։ Ավելի լավ է մենք սաղս միջև վերջի շուրջ կռվենք, քան Թուրքի լծի տակ, փալասի կարգավիճակում ապրենք, ստրուկի պես ապրենք։ Ես իմ ազգին էդ եմ ասում, եթե ազգի մեջ կա մարդ, որ ուզում է գերու կարգավիճակով ապրի, Ալիևի պահանջները կատարելով, Ալիևի դեմ կզելով ապրի, ես թքեմ այտենց մարդու ապրածի վրա է։ Ինքը ինձ հետաքրքիր չի։ Եվ Նիկոլին էլ եմ ասում, դու ընտրել ես այդ ճանապարհը ՔՊ-ի հետ, գնացեք ապրեք, արա մեր հետ գործ չունեք, գնացեք Ստեփանակերտ, ձեր տեսակին հավաքեք, մեր միջից մաքրվեք, գնացեք Ստեփանակերտի ղեկավար դառի դու, Ալիևը ինչ ասի, ստրուկի պես արա ապրի։ Մեր հետ ինչ գործ ունեք, ընկեր, մենք չենք հպատակվում Թուրքին, չենք հպատակվել 1915 թվականից սկսած։ Մեր պապերը չեն դարրել Թուրքի հպատակի տարբերություն քո պապերի։ Դրա համար դու այսօր մեզ ուզում ես քո պես սարկես Թուրքի հպատակ, չենք դառնա։ Ճղվես մեջտեղից, չենք դառնա։ Եվ մենք հիմա ապրում ենք մի անառողջ մթնոլորտում, երբ իր տան բակում սպանվում է ընտրված համայնքապետը, խնդրեմ Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, աղետալի օրեր են, համեցեք։ Սպանությունները ում թույլ տվությամբ են տեղի ունենում։ Հիմա էլ գրում են տեսակ վենդետա էր։ ԿՊ-ական չեն եղել այդ վենդետա անողները։ Վենդետան ո՞րն է, բա սպանություններ ա տեղի ունեցել, որ օրենք չկա, որ պատիժ չկա, երբ որ օրենքը չի գործում։ Երբ որ մի կողմի սպանում են, պետք է օրենք գործի, չէ՞ որ այն մյուս կողմն էլ հասկանա։ Դուք թողում եք այտենց ամեն ինչ բախտի կմահաճույքին։ Բմարդ են, բա օրենքն ինչի համար է, որտեղ ձեր օրենքը չի գործում, որտեղ դուք ընկել եք մեր սրբազաններին եք ձերբակալում, մեր բարերարներին եք ձերբակալում, ամբողջ պետական ռեսուրսը ուղղել եք քաղաքական ձեր աթոռը պայելու վրա։ Բա դա է պատճառը, որ
Սպանությունները շատանում են, խուլիգանությունը շատանում է, նարկոմանությունը շատանում է։ Որովհետև դուք չեք աշխատում, դուք աշխատում եք մի բանի համար։ Ձեր աթոռը պայելու մնացած են հասարակ մարդկանց կյանքում ինչ կլինի, ով ում կսպանի, դուք մենակ քաղաքական ձեր աթոռը պայելու գործընթացն եք անում։ Եվ այս ամեն ինչը այո այդտեղից է դուրս գալիս։ Եվ այո միգուցե տարբեր վարկածներ կարան լինեն, կարող է իրանց լավ էլ ձեռա տալիս, կարող է իրանք լավ էլ գաղտնա լսել են, տեղեկացված են եղել, որ կարա վենդետա լինի ու լավ էլ թողել են, որ այդ վենդետան լինի։ Ուրիշների ձեռքով այդ հարցը լուծեն։ Ոնց որ Ալիևի ձեռքով մեզ սպանեցին, հո Նիկոլը չեկավ զենքը վերցրեց այդ ծաղ զինվորներին սպանեց։ Մարդը տարավ տվեց Ալիևին, Ալիևը սպանեց։ Խորամանկ է, չէ՞։ Խորամանկ մարդա սպանա Նիկոլը։ Այդ մարդը իր ձեռքով չի անում այդ գործերը։ Շատ խորամանկ է։ Ես եմ ասում։ Եթե քո ազգային անվտանգությունը աշխատեր, կգաղտնալսեր, կիմանար, որ ուզում են այդ մարդուն սպանեն, կկանխեր։ Քո ոստիկանությունը աշխատեր, պիտի աշխատեր։ Նամանավանդ, երբ որ սպանությունա տեղի ունեցե, երբ որ աղբորն են սպանել, բա պետք է աշխատես, չէ՞։ Երբ որ հարցազրույցներ ատվե, բա պետք է աշխատես, չէ՞, պետք է կանխես, չէ՞, բա օրենք է։ Բա այդքան փող ես ստանում, այդքան աշխատավարձ ես տալիս։ Դու մեկ միամիտի տեղ դրե։ Եթե դուք աշխատեիք, այդ սպանությունը կկանխվեր միանշանակ։ Ոչ այն մարդը կգնար կնստեր, ոչ այն մարդը կզոհվեր։ Որտեղ դուք ձեր տեղում չեք։ Դուք ձեր տեղում չեք։ Դուք որպես իշխանություն, որպես օրինապահ մարմիններ, փնտի ձևով շոու անելով ապրում եք։ Բաշխատեիք։ Ինչ ասեմ։ Ինչ ասեմ, էտա ամեն օր սպանություն, ամեն օր, չգիտեմ, քաոս, 7 տարի ապրում ենք, ինչ եք տեսել։ Կեղծ համերգներ, համերգների տակ թաքնված մեծ արյունահեղություն։ Եթե մենք ուզում ենք ապուշի պես ապրենք, մեզ դնենք ապուշի տեղ եւ ապրենք, Նիկոլի օրակարգով կարանք ապրենք, բայց եթե մենք ռեալ իրականություն ենք ուզում, ռեալ կյանքն ենք ուզում տեսնել, մենք պետք է հասկանանք ուր է տանում։ Ինչ է լինում վաղը, մյուս օրը։ Եթե մենք մի օրով ենք ապրում, այսօր արևա, լավա, տակա, ուտենք, խմենք, ապրենք, այսօր ապրենք, հլա վաղը զարթնենք, տենանք ինչ է լինում, ինչ չի լինում, նոր հասկանանք, ինչ անենք, մենք Նիկոլենք տենց են ապրում։ Այսօրվա օրով։ Իրանց համար չկա երկարաժամկետ ծրագիր, որի վրա աշխատեն պետության հզորացման, ազգի հզորացման, ժողովրդի լավացման, բարեկեցիկ կյանքի ծրագիր չկա, օրվա կյանքով, այն հարբեցողների պես։ Խմում, քնում, առավոտ արթնանում, այդ օրվա կյանքն են ապրում, մյուս օրը այն մյուս օրվա, էս է իրանց կյանքը։ Էս է, եթե ազգը այս կյանքն է ուզում, պետք է ընտրի Նիկոլի ճանապարհը։ Բայց եթե ազգ ուզում է կայուն, որ օրինակ տարեց մարդը ինքը մահանալի է, վաղ իր երեխեքը նորմալ երկրում ապրեն, իր թորները, նորմալ քաղաքում, նորմալ գյուղում։ Եթե մարդը այդ գիտակցումը ունի, մտածում է, որ իր նաև ոչ թե մենակ իր փորի ու իր օրվա կյանքի, այլ իր երեխու ու իր թորի կյանքի մասին էլ է մտածում, նա պետք է այսօր նաև պայքարի դրա համար, որ վաղը իր սերունդները լավ տեղ ապրեն։ Իսկ այս կապիկների համար ինչ կա։ Նիկոլի պես կապիկների համար ինչ կա, ոչ մի բան։ Ոչ անսկզբունք, անհայրենիք, անթասիբ, գերի մի հատ Facebook-ում խոնարհվում եմ ձեր առաջ, մի հատ էլ պետք եղավ կխոնարհվի, բայց գործով խոնարհվի։ Գործ չկա։ Շոու։ Սաղ կյանքը ապրել է շոուի մեջ, ապրում է շոուով։ Եթե մեր ազգ ուզում է հիմարացվի, կհիմարացվի։ Ես մեկը, իմ ապրած կյանքը ինձ հերիք է, որ ես հասկանամ ով է կապիկ, ով է կյանքի մարդ, ով է գործի մարդ։ Իսկ Նիկոլն ու իր թիմը ինձ համար կապիկ են, կապիկից բացի դավաճան են, խաբեբայ են, չգիտեմ, թշնամու հետ համագործակցող են, թշնամու դեմը կզող են, թշնամու պահանջները բավարարող են, սա ոչ թե ինչ-որ վիրավորանք է, սա ուղիղ փաստեր են, որոնք արձանագրված են, որոնք մեր հանրությունը եւս կարող են տեսնել եւ որցեւ աբացուցելու բան էլ չկա։ Ողջ համացանցում ամենուրեք տարածված է։ Այդ իրանց պետքա կարան գտնեն, կարան նայեն, կարան թերթեն, տեսնեն։ Շնորհակալություն, Մանուել։ Ձեզ նույնպես։